Գելափի վերջին հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ բնակիչների համար երկրի կառավարումն ու ժողովրդավարության վիճակն ավելի մեծ մտահոգություններ են առաջացնում, քան տնտեսական դժվարությունները։ Հարցվածների 21%-ը համարում է, որ պետության գլխավոր խնդիրը հենց կառավարությունն ու առաջնորդությունն են։ Ժողովրդավարության ապագան որպես գլխավոր մտահոգություն նշել է ամերիկացիների 18%-ը, մինչդեռ տնտեսությունն ու գնաճը զբաղեցրել են հաջորդ տեղերը, համապատասխանաբար 14 և 12%։ Կառավարությունը շարունակում է մնալ ամենահաճախ հիշատակվող խնդիրը, փաստում են Գելափի մասնագետները։ Ներգաղթի հարցը, որը նախկինում առաջնային էր, այժմ մտահոգում է հարցվածների ընդամենը 7%-ին։ Հասարակության մեջ առկա է հստակ բևեռացում, դեմոկրատների համար թիվ 1 թեման ժողովրդավարության պաշտպանությունն է, իսկ հանրապետականները կենտրոնացել են գների աճի և տնտեսական կայունության վրա։ Հարցումը վկայում է, որ ամերիկացիների համար քաղաքական գործիչների վարքագիծը դարձել է ազգային անվտանգության հավասարազոր լուրջ մարտահրավեր։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Երրորդ համաշխարհային պատերազմը հետաձգվում է, Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն։ Ճակատագրական բախում Գլենդելում գնացքը մահացու հարված է հասցրել մեքենային։ Ջրի շատրվանը վեր է շպրտում մեքենան, արտառոց վթար Լոս Անջելեսում։ Արյունալի գիշեր Բրոդվեյ Մանչեսթրում հրաձիգը փախուստի է դիմել։ Սպիտակ խալաթով գիշատիչը Լոս Անջելեսի բուժաշխատողը կասկածվում է սեռական բռնությունների մեջ։ Մանկապիղծը Մարգարեի դիմակի տակ Լոս Անջելեսի հոգևորականը ձերբակալվել է երեխաների նկատմամբ բռնության համար։ Սարսափելի կղզու արխիվը ցնցել է աշխարհը, Էփշթեյնի գործով 3 միլիոն փաստաթուղթ է հրապարակվել։ Որտեղ և ինչից է դասեր քաղել Թրամփը, անսպասելի ինքնախոստովանություն։ Կոլումբոսին հրավիրում են Սպիտակ տուն, ինչու է արձանի անվտանգությամբ մտահոգվել Թրամփը։ Ինչ պատժի է դատապարտվել նախագահի դեմ չիրականացված մահափորձի հեղինակը, դատարանը որոշում է ընդունել։ Պաղպաղակի սիրահարը համացանցի աստղ, տաքացնել և պայթեցնել, երեխան դարձել է TikTok-ի թրենդի հերթական զոհը։ Աստղային արձակուրդ, որտեղ բռնել ընկնող աստղը Կալիֆոռնիայում։ Հրաշք դեղամիջոց խոլեստերինի դեմ, հապ ներարկիչների փոխարեն։ Իսկ թողարկման երկրորդ մասում կաշխատի իմ գործընկեր Մանու Հարությունյանը, այսօր պատմելու է առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների մասին, այնպես որ բաց չթողնեք։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ և ձեզ եմ ներկայացնում Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրության և զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքով և գրեք, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Հակառակ մտահոգիչ լուրերին, հավանական երրորդ համաշխարհային պատերազմը հետաձգվեց։ Միջուկային հարցերով Վաշինգտոն-Թեհրան բարձր մակարդակի բանակցությունները կկայանան ուրբաթ օրը Օմանում։ Սկզբում հանդիպումը նախատեսված էր անցկացնել Թուրքիայում, սակայն Թեհրանի խնդրանքով վայրն ու ձևաչափը փոխվեցին։ Սպիտակ տունը հաստատել է իր մասնակցությունը, թեև պաշտոնյաները չափազանց թերհավատ են հաջողության հարցում։ Զուգահեռ Թրամփը շարունակում է ճնշում գործադրել Թեհրանի վրա միջուկային ծրագիրը սահմանափակող նոր համաձայնագրի հասնելու նպատակով։ Պետքարտուղար Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է քննարկել նաև բալիստիկ հրթիռների և մարդու իրավունքների հարցերը։ Բանակցությունների գլխավոր նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է հանգեցնել սպառազինությունների նոր մրցավազքի ամբողջ Մերձավոր Արևելքում։ Գլենդելում գրանցվել է ողբերգական պատահար։ Գնացքը բախվել է արծաթագույն սեդանին։ Միջադեպը տեղի ունեցել Սան Ֆերնանդո ճանապարհի և արևմտյան Բրոդվեյի խաչմերուկում։ Մեքենայի ուղևորներից մեկը մահացել է տեղում, կան չհաստատված լուրեր, որ մեքենայի երկրորդ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։ Կադրերում երևում է, որ երկաթուղային խաչմերուկը կահավորված է եղել անվտանգության հատուկ արգելափակոցներով, սակայն դա չի կանխել բախումը։ Լոս Անջելեսի Վեննայսում ավտոմեքենան բախվել է հրշեջ խողովակին, կոտրված ջրածորանից հզոր ուժով ժայթքող ջուրը մեքենան օդ է բարձրացրել։ Տեսահսկման խցիկների արձանագրած տեսանյութում երևում է, որ վթարից վայրկյաններ առաջ խաչմերուկով անցնող մեքենային կողքից հարվածում է մի արծաթագույն սեդան։ Դրա հետևանքով այն մղվում է դեպի Մայթեզր ու բախվում հրշեջ հիդրանտին։
Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ արտոնել է Waymo ընկերությանը սկսել լիովին ինքնավար ուղևորափոխադրումներ իրականացնել դեպի օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ։ Նպատակը մարդկային գործոնի բացառումն ու վթարային իրավիճակներից խուսափելն է։ Այս թույլտվությամբ մեկնարկում է 2025 թվականի սեպտեմբերին սկսված պիլոտային ծրագրի եզրափակիչ փուլը, որի նպատակն է ապահովել օդանավակայանի ճանապարհներին ինքնավար մեքենաների տեղաշարժի անվտանգությունը։ Waymo-ն ծրագիրը կսկսի ընտրված որոշակի խմբի ուղևորների համար։ Բրոդվեյ Մանչեսթրում գիշերային անդորը խաթարվել է սարսափելի կրակոցներով, ինչի հետևանքով 4 մարդ հայտնվել է հիվանդանոցում։ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել արևմտյան 89-րդ փողոցի բնակելի հատվածում։ Իրավապահների փոխանցմամբ 3 կին եւ 1 տղամարդ տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն ստացված վերքերը բուժելու նպատակով։ Նրանք կանգնած են եղել դրսում բնակելի տարածքում, երբ նրանց ուղղությամբ կրակ են բացել, հայտնում է ոստիկանության աղբյուրը։ Բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ավիոնալի միջադեպը տեղի է ունեցել դոկտոր Ուեյն Լոյդ Նոքսի անվան տարրական դպրոցի անմիջական հարևանությամբ գտնվող փողոցում։ Իրավապահները հաստատել են, որ կրակողին դեռ չի հաջողվել հայտնաբերել։ Այս պահին դեռևս պարզ չէ, արդյոք հարձակումը կապված է Կալիֆոռնիա նահանգում գործող հանցավոր խմբավորումների հետ։ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը հայտնում է 61-ամյա բուժաշխատողի ձերբակալության մասին։ Նա այժմ գտնվում է քննության տակ սեռական բռնության կասկածանքով։ Իրավապահները պարզել են, որ մեղադրյալը աշխատել է տարբեր ժամանակավոր գործակալություններում, ինչը նրան հնարավորություն է տվել մուտք գործել բազմաթիվ պոտենցիալ զոհերի մոտ։ Նա երկար ժամանակ աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում, օգտագործելով իր մասնագիտական դիրքը չարաշահումների նպատակով։ Ոստիկանությունը այժմ ակտիվորեն փնտրում է սեռական բռնության լրացուցիչ զոհերի, ովքեր կարող էին գտնվել կասկածյալի խնամքի տակ տարբեր ժամանակահատվածներում։ Հայտնի է, որ նա ծառայություններ է մատուցել տեղի ծերանոց հոսպիսներում կամ իրականացրել է տնային խնամք։ Հարավային Կալիֆոռնիայում ձերբակալվել է 32-ամյա մի բնակիչ, որը մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության բազմաթիվ դեպքերի մեջ։ Կասկածյալը Փաքոյմայի Breakthrough եկեղեցու ավագ հովիվ է եւ հայտնի է Մարգարե Ջոնիոր Բենեթ անվամբ։ Իրավապահները կարծում են, որ նա չարաշահել է իր հոգեվորականի դիրքը։ Քննիչները հավատացած են, որ Բենեթը օգտագործել է իր դերը եկեղեցում անչափահասներին մանիպուլյացիայի ենթարկելու եւ նրանց նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Քննիչները կասկածում են, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել, քանի որ շատերը դեռևս չեն համարձակվել խոսել կատարվածի մասին։ Մանկապղծության թեմայով համաշխարհային առաջատարը մնում է Էփշթեյնը։ Նրա գործով հրապարակվել է ավելի քան 3 միլիոն փաստաթուղթ։ Դա ցնցել է տեխնոլոգիական եւ քաղաքական աշխարհը։ Ընդ որում, սա նյութերի միայն կեսն է։ Բացահայտումները վերաբերվում են բիզնեսի եւ քաղաքական հսկաներին, որոնք տարիներ շարունակ աչք են փակել հանցագործի անցյալի վրա։ Նախագահ Թրամփը, ով Էփշթեյնին անվանել է տհաճ տիպ, հիշատակվում է FBI-ի ամփոփագրերում, թեև նրա դեմ պաշտոնական մեղադրանքներ չկան։ Խոսվում է նաև Մասկի եւ ԱՄՆ առևտրի նախարարի մասին, թեև Մասկը X հարթակում պնդում է, որ ինքը երբևէ ոտք չի դրել այդ սարսափելի կղզի։ Սկանդալային նյութերում հայտնվել է նաև Բիլ Գեյթսը, Էփշթեյնը իրեն կոչել է նրա աջ ձեռքը։ Փաստաթղթերի հրապարակումն ուղեկցվել է սխալներով, բացահայտվել են տասնյակ զոհերի անուններ, ինչը Դոջի ներկայացուցիչները որակել են տեխնիկական վրիպակ, մինչդեռ նախագահ Թրամփը կարծում է, որ գերատեսչությունը այլ անելիքներ ունի եւ պետք է պարզապես առաջ շարժվել։ Թրամփը հայտարարել է, որ Մինեապոլիսի իրադարձություններից հետո իր վարչակազմը ներգաղթի հարցում կարող է մի փոքր ավելի մեղ մոտեցում ցուցաբերել, նշելով, որ դասեր է քաղել կատարվածից։ Մինեապոլիսից 700 դաշնային գործակալ է հետ կանչվել, հրահանգն անձամբ նախագահն է տվել։ Սակայն անօրինական ներգաղթի դեմ պայքարը կշարունակվի, ընդգրկելով եւս 5 քաղաք։
NBC հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Թրամփը անդրադարձել է նաև արտաքին քաղաքականությանը, զգուշացնելով Իրանին։ Իր կողմից ներկայացված դատական հայցերի մասին խոսելիս նախագահը խոստացել է շահած ողջ գումարը փոխանցել բարեգործությանը։ Նա նաև ծրագրում է Վաշինգտոնում կանգնեցնել ֆրանսիականից ավելի մեծ հաղթակամար երկրին շուք եւ գեղեցկություն վերադարձնելու համար։ Թրամփը չի բացառել 2029 թվականից հետո պաշտոնավարելու հնարավորությունը, նշելով, որ դա կլիներ շատ հետաքրքիր։ Հավելել է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են միայն մեկ նպատակի՝ Ամերիկան կրկին մեծ դարձնելուն։ ԱՄՆ նախագահը հրամայել է Քրիստոֆոր Կոլումբոսի արձանը տեղափոխել Սպիտակ տան տարածք այն հնարավոր վնասումներից պաշտպանելու համար։ Այս քայլը նախագահի պատասխանն է ձախակողմյան ամբոխներին, որոնք վերջին շրջանում ամբողջ երկրում թիրախավորում են պատմական հուշարձանները։ Թրամփի հատուկ հրամանագրով ծովագնացի արձանը կտեղադրվի Վարդերի պարտեզում կամ Սպիտակ տան հարավային մարգագետնում։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բազմաթիվ նահանգներում, ներառյալ Կալիֆոռնիան եւ Փենսիլվանիան, տեղական իշխանությունները հեռացրել են Կոլումբոսի արձանները։ Նախագահը նաեւ հայտարարել է ամերիկյան հերոսների ազգային պուրակ ստեղծելու նախաձեռնության մասին։ Նոր հրամանագիրը նախատեսում է խիստ պատժամիջոցներ եւ ազատազրկում բոլոր նրանց համար, ովքեր կհամարձակվեն վնասել կամ պղծել դաշնային սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանները։ Թրամփը հատուկ զանգ է կատարել NBC հեռուստաընկերության Today ծրագրի հաղորդավար Սավանա Գաթրիին զորակցություն հայտնելու նրա 84-ամյա մոր Նենսի Գաթրիի անհետացման կապակցությամբ։ Տարեց կնոջը վերջին անգամ տեսել են կիրակի օրը Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքից դուրս գտնվող իր տանը։ Թրամփը հավաստիացրել է Գաթրիի ընտանիքին, որ դաշնային բոլոր ռեսուրսները հասանելի կլինեն։ Truth Social-ի իր էջում նախագահը գրել է. «Ես հրահանգել եմ դաշնային բոլոր իրավապահ մարմիններին անհապաղ լինել ընտանիքի եւ տեղական իշխանությունների լիակատար տրամադրության տակ։ Գործին արդեն միացել է FBI-ը եւ շուրջ 100 խուզարկու, որոնողական աշխատանքները շարունակվում են»։ Ֆլորիդայի դաշնային դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռայան Ռաութին 2024 թվականին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար։ Դատավորը Ռաութիի ծրագիրը անվանեց չարիք, ընդգծելով, որ ցմահ ազատազրկումը միանգամայն հիմնավորված է նման ծանր հանցանքի պարագայում։ Միջադեպը տեղի ունեցել West Palm Beach-ի գոլֆի ակումբում, որտեղ գաղտնի ծառայության գործակալը թփերի մեջ նկատել էր զինված Ռաութին։ Մեղադրյալի պաշտպանը փորձում էր մեղմել պատիժը, նշելով նրա հոգեկան առողջության հետ կապված խնդիրները եւ այն փաստը, որ նա այդպես էլ ձգանը չի սեղմել։ Հակառակ հարազատների աջակցությանը երդվյալ ատենակալները Ռաութին մեղավոր ճանաչեցին բոլոր 5 կետերով։ Այս դատավճիռը վերջակետ դրեց վերջին տարիների ամենաաղմկահարույց եւ ամենաշատ լուսաբանված քրեական գործերից մեկին։ Այս օրերին սոցցանցերում ամենակննարկված կողոպուտի փորձի հեղինակը Սան Դիեգոյի բնակիչ է։ Նրա համար պաղպաղակի հանդեպ սերը վերածվել է իսկական արկածի։ Նա գիշերը կոտրել է կրպակի պատուհանն ու ներս սողոսկել, ընդամենը մեկ բաժին քաղցրավենիք վայելելու համար։ Եվ այդ ամենը տեսախցիկների տակ, ներս մտնելիս ծիծաղելիորեն վայր ընկել, տապալելով պաղպաղակի մեծ տարան, հետո վերցրել է իր սիրելի պաղպաղակն ու սկսել հանգիստ ուտել։ Խանութի սեփականատերերը տեսանյութը հրապարակել են Instagram-ում։ Կողոպտիչի պատճառած վնասը հայտնի չէ։ Փոխարենը իր հոլովակի միջոցով կրպակի համար յուրօրինակ գովազդ է ապահովել։ Աստղ դառնալու փորձը քիչ էր մնացել ողբերգական ավարտ ունենար։ Իլինոյս նահանգում 9-ամյա երեխա է հոսպիտալացվել դեմքի եւ ձեռքերի ծանր այրվածքներով։ Պատճառը եղել է TikTok սոցիալական ցանցում տարածված վտանգավոր թրենդը։ Տղան դպրոցական ընկերոջից լսել էր հանրահայտ հակասթրեսային խաղալիքը միկրոալիքային վառարանում տաքացնելու հնարքի մասին։ Գաղափարը նրան հետաքրքիր էր թվացել, որոշել էր ինքնուրույն փորձարկել դա, ինչը վերածվել է իսկական ողբերգության իր եւ ընտանիքի համար։ Նրա մայրը պատմել է, որ լսել է արյուն սառեցնող ճիչ, երբ տաքացած դոնդողանման զանգվածը պայթել է երեխայի դեմքին։ Տղան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, բայց դեմքին ու ձեռքերին որոշ սպիեր հավանաբար կմնան կյանքի ողջ ընթացքում։
Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Իդեպ այնտեղ եւս հետաքրքիր փաստեր կան աստղերի մասին։ Աստղասերների համար 2026 թվականը խոստանում է լինել բացառիկ ու տպավորիչ։ Հրապարակվել է աստղային զբոսաշրջության լավագույն ուղղությունները Կալիֆոռնիա նահանգում եւ ողջ երկրում։ Ցուցակը գլխավորում է Ջոշուա Թրին, որին հաջորդում են Big Bear Lake-ը, Mammoth Lakes-ը, Truckee եւ Monterey-ը։ ԱՄՆ մասշտաբով առաջին հորիզոնականում է Մաքքոլը, Այդահո նահանգում։ Հաջորդիվ գալիս են Մոաբը, Յուտայում եւ Թաոսը, Նյու Մեքսիկոյում։ Փորձագետները նշում են, որ աստղային տուրիզմը դարձել է նոր ու գրավիչ թրենդ ճանապարհորդների շրջանում։ Նրանք փնտրում են վայրեր, որտեղ երկինքն առավել մաքուր է քաղաքային լույսերից ու աղմուկից։ Մերկ դեղագործական հսկան ներկայացրել է Enlicitid կոչվող նոր հաբի կլինիկական փորձարկումների տպավորիչ արդյունքները։ Այն նախատեսված է արյան մեջ խոլեստերինի մակարդակը կտրուկ նվազեցնելու համար։ Երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տվել, որ դեղը կարող է կրճատել վնասակար խոլեստերինի քանակը ավելի քան 60%-ով։ Ի տարբերություն ներկայիս դեղերի, որոնք հիմնականում ներարկվում են, սա սովորական հաբ է։ Սա իսկական փրկություն կարող է լինել այն միլիոնավոր մարդկանց համար, ովքեր խուսափում են ասեղներից։ Կլինիկական փորձարկումներին մասնակցած շուրջ 1000 հիվանդների մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել, ինչը թույլ է տալիս սկսել երրորդ վերջնական փուլը։ Մարզական հսկան Այքին հայտնվել է իրավական լուրջ սկանդալի կենտրոնում իր որդեգրած բազմազանության, հավասարության եւ ներառականության քաղաքականության պատճառով։ ԱՄՆ զբաղվածության հավասար հնարավորությունների հանձնաժողովին ներկայացված պաշտոնական բողոքը պնդում է, որ ընկերության որոշ աշխատանքային ծրագրեր բացահայտ խտրական են սպիտակամորթ տղամարդկանց նկատմամբ։ Թեև ընկերությունը պնդում է, որ իր նպատակը ներառական միջավայր ստեղծելն է, իրավական ճնշումը հետզհետե մեծանում է։ Այս գործի ելքը կարող է վճռորոշ նախադեպ դառնալ ԱՄՆ բոլոր խոշոր կորպորացիաների համար։ Օրվա լրահոսից ահա այսքանն էինք առանձնացրել, իսկ գալիք օրերի հետաքրքիր միջոցառումների մասին պատմելու է իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Բարև ձեզ։ Օրը հինգշաբթի է եւ Glendale News-ի եթերում պատմելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումների մասին։ Սկսենք կինոմաններից։ Եթե չեք հասցրել նախորդ օրերին, ապա առաջիկայում Full House-ի հետ լիաթոք ծիծաղելու հնարավորություն դեռ ունեք։ Full House Landing կատակերգական արկածային ֆիլմ, որտեղ արդեն սիրված հերոսները կրկին հավաքվում են միասին, բայց այս անգամ լիովին անսպասելի հանգամանքներում։ Իսկ դուք մեծ էկրանի առաջ կարող եք հավաքվել փետրվարի 13-ին երեկոյան ժամը 7-ին Pasadena-ի AGB Performing Arts Center-ում։ Հիանալի երեկո, որը կմիավորի կինոն ու բարձրակարգ երաժշտությունը հայկական մոտիվներով։ Mr. Saberdance Արամ Խաչատուրյանի 122-ամյակին նվիրված փաստագրական ֆիլմը կարող եք դիտել փետրվարի 11-ին երեկոյան 7:30 Pasadena-ի AGB Performing Arts Center-ում։ Հրավիրում եմ երաժշտության սիրահարների ուշադրությունը։ La Sonora Santaneran այս պահին ամենապահանջված խմբերից մեկն է։ Նրանց վիրուսային հիթերը բնորոշում են մի ողջ սերունդ, եւ այժմ դուք նրանց կենթանի լսելու հնարավորություն ունեք։ Փետրվարի 6-ին երեկոյան ժամը 6-ին Glendale-ի Alex թատրոնում։ Լոս Անջելեսի ֆիլարմոնիկ նվագախումբը Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ կներկայացնի Բեթհովենի եւ Լորենցի ստեղծագործությունները։ Փետրվարի 12-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Walt Disney համերգասրահում։ Կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ դուք կարող եք ներկա գտնվել հայկական ջազի առաջատար ձայներից մեկին Լյուսի Եղիազարյանի Լոս Անջելեսյան առաջին ելույթին։ Սպասվում է սիրոտոն, որը կմիավորի ամերիկյան եւ հայկական երաժշտության լավագույն նմուշները։ Համերգը կկայանա փետրվարի 13-ին երեկոյան ժամը 7:30 Glendale-ի Alex թատրոնում։ Lady Gaga-ի հաջորդ կանգառը կլինի Inglewood-ում փետրվարի 18-ին կրկին երեկոյան ժամը 8-ին։ Հերթը հասավ ստենդափներին։ Գրիկը վերադառնում է բեմ իր երկար սպասված բոլորովին նոր ստենդափ ներկայացմամբ։ Սա մասշտաբային եւ էներգիայով լի մի շոու է, որտեղ նա անդրադառնում է ամեն ինչին ու բոլորին, իրեն բնորոշ սրամտությամբ եւ սուր հումորով։
Փետրվարի 15-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ում ձեզ սպասում է ծիծաղի, անկեղծության եւ համարձակ դիտարկումների մի ամբողջ երեկո Հայաստանի ամենասիրված կատակերգուներից մեկի մատուցմամբ։ Առաջիկա օրերին սպասվող միջոցառումներից այսքանն ենք առանձնացրել, հուսամ կարողացանք օգտակար լինել ձեր առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելու հարցում։ Կշարունակենք որոնել ու ներկայացնել սպասվող իրադարձություններից առավել դիտարժանները։ Մինչ հանդիպում,